Դե ինչ, շարունակում ենք ուսումնասիրել և ընթերցել Պերճ Զեյթունցյանի «Ցուլերը դեռ այնտեղ են» գիրքը։ Երևան, Նաիրի, 1990 թվական։ Ես մի քիչ զայրացած եմ և զայրանում եմ, որովհետև ինձ խանգարում են իմ տատիկս և պապիկս, բայց Զեյթունցյան Պ.A. «Ցուլերը դեռ այնտեղ են», հրապարակախոսություն, Երևան, Նաիրի, 1990 թվական, 192 էջ։ Ժողովածուի առաջին բաժնի հոդվածները նվիրված են վերջին մի քանի տարիների հայտնի դեպքերին և իրադարձություններին, այն խնդիրներին, որոնք կենսական նշանակություն ունեն հայ ժողովրդի ճակատագրի համար, արցախյան շարժում և երկրաշարժ, արտագաղթ և հասարակական կյանքը հուզող այլ երևույթների վերլուծությունն անուղղակիորեն առնչվում է ժողովածուի երկրորդ բաժինը կազմող հոդվածներին, որոնցում գրողը վերհանում է մշակութային գրական մի շարք արժեքների և դեմքերի գնահատության իր տեսակետները, որոնք աղերսներ ունեն մերօրյա կյանքի հետ։ Հրապարակախոսական հոդվածների գերակշռող մասը տպագրվել է Խորհրդային Հայաստան օրաթերթում։ Ստեղ ինչ-որ կոդեր ա գրած ա չհայտար ԳՄՏ 66.3 փակագծերում 2Հ մի խոսքով Նաիրի հրատարակչություն 1990 թվական։ Հաջորդ էջը հեղինակի կողմից վերջին երկու տարիներին 1988-ից Վերջին երկու տարիներին 1988-1990-ական թվականների ընթացքում գրած իմ հրապարակախոսական հոդվածներում ես այսօր որոշ հատվածներ կվերանայի Վերջին երկու տարիներին 1988-1990 թվականների ընթացքում գրած իմ հրապարակախոսական հոդվածներում ես այսօր որոշ հատվածներ կվերանայի և այլ կերպ կշարադրեի, սակայն որոշեցի դրանք տպագրության հանձնել նույնությամբ, որովհետև հոդվածից հոդված նկատվող ինքնաճշտումները փաստորեն դառնում են նաև օբյեկտիվ իրականության և օբյեկտիվ տրամադրությունների արտահայտություն ու այդ իմաստով գուցե հետաքրքրություն ներկայացնեն ընթերցողների համար։ Կվերանայի Ախր բառեր կա, որ տարբեր տեղ տարբեր ձև ա, էս ոնց եք դուք ձեր արևելահայրենը դասավորել, ես չեմ հասկանում։ Ես ուրիշ ձև եմ այդ բառը տեսել։ Կվերանայի եմ ես տեսել, ոչ թե կվերանայի, յեի, ստեղ գրած ա յեի, իսկ ես տեսել եմ յեի, ես տենց եմ հիշում, սխալ եմ հիշում։
Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, հավատի թելադրանքով, աղբը տնից դուրս չհանենք, այս հոգեբանությամբ, այս աներեր համոզմունքով ապրել ենք երկար ու ձիգ տարիներ և վարժվել մեր կուտակած աղբի թե տեսքին, թե հոտին: Հրապարակայնությունը խախտեց այդ անառողջ հոգեբանության հիմքերը, համամիութենական մամուլը բաց ու համարձակ խոսակցություն սկսեց մեր կյանքի հոռի կողմերի մասին, ու թեև շատ բան արդեն վաղուց հայտնի էր բոլորիս, մամուլի դեմոկրատացումը մեզ գոհունակություն պատճառեց նախ թեկուզ այն առումով, որ քեզ հետ արդեն հաշվի են նստում, քեզ այլևս պտուտակ չեն համարում: Եթե առաջ 10 րոպեում կարող էիր չակերտների մեջ կարդալ օրվա բոլոր թերթերը և իմանալ, թե մեկ շնչին որքան առատություն ու երջանկություն է բաժին հասնում, ապա հիմա ժամանակ չի լինում կտրվելու դրանցից: Եվ ի՞նչ: Ընկա՞վ մեր վարկը, ընկա՞վ մեր հեղինակությունը: Երբ ի լուր աշխարհի ազնվորեն պատմեցինք հանճարեղ գիտնական Վավիլովի սահմռկելի տանջանքների մասին, որ նա է կրել անհատի պաշտամունքի մռայլ տարիներին, խայտառա՞կ եղանք: Ընդհակառակը, մեր կյանքի միջազգային հեղինակությունը երբեք այնքան բարձր չի եղել, երբեք այնքան հարգանք չենք վայելել աշխարհում, որքան այսօր: Վերջերս ԱՄՆ-ում ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի և պրեզիդենտ Ռեյգանի կողմից ստորագրված պատմական պայմանագիրն այն մեծ հեղինակության և խոր հարգանքի արդյունքն էր, որ ԽՍՀՄ իր նոր բարոյականությամբ թելադրեց Արևմուտքին: Այդպիսի մի կարճատև դրվագ եղավ նաև Ն.Ս. Խրուշչովի օրոք, սակայն ցավոք կիսատ մնաց: Գուցե ոմանք հույս ունեն, որ սա էլ հերթական կամպանիա է, օրեր են, կմթնեն, անցք կկենան: Ոչ թե ռոմանտիկ լավատեսությունն է ինձ մղում չհավատալու այդ հնարավորությանը, այլ այն իրողությունը, որ ժամանակն այլևս չի կարող սպասել: Ինչու ենք վստահ և այս անգամ իրավացիորեն, որ ժամանակն է ծնել մեր բոլոր արատները և ինչի հիման վրա պիտի կասկածենք այսօրվա հրամայական պահանջին: Հավատով ու ոգևորությամբ գրեցի այս տողերը, բայց զգաստությունն ինձ անմիջապես մղեց հարց տալու ինքս ինձ, որը վստահ եմ չի կարող չծագել նաև ընթերցողի մտքում: Իսկ մեզ մոտ, Հայաստանում, այդ ինչպե՞ս է պատահում, որ լճացման և կանգառի տարիներին մեր մամուլը, մեր հավաքական միտքն ու վարքը անմիջապես ընդօրինակում էին ճակերտների մեջ կենտրոնին, որովհետև ո՞վ կհանդգներ ընդունված գծից շեղվել, թեկուզ որքան էլ ծուռ լիներ այդ գիծը: Իսկ այսօր հաճախ խուսափում ենք հետևել լավ օրինակին և կասկածելի անկախություն ենք խաղում: Որքան երեկվա կախվածությունն էր հակակրելի,
Նույնքան էլ այսօրվա ճակերտների մեջ անկախությունը, մի տարբերությամբ, սակայն, որ երեկվանը հասկանալի էր, այսօրվանը ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ։ Գուցե պատճառներից մեկը 5-րդը, թե 10-րդը վախն է մեր կոփված, թրծված կադրային վիրաուզնիկներից։ Չեմ կասկածում, որ նրանք ևս կփորձեն յուրովի օգտվել հրապարակայնության ընձեռած հնարավորություններից, բայց այսօրվա պայմաններում շուտ կելնեն ջրի երես։ Նրանց ատամները այլևս առաջվա պես սուր և վտանգավոր չեն։ Ուրեմն ի՞նչն է խանգարում։ Ինչու չենք ուզում կարգի բերել մեր տունը։ Հապա ուր մնացին հայրենասիրական մեր ճառերը, ինչ եղան մեր սիրո բացատրությունները։ Մի՞թե ամոթ չի, որ բանավոր խոսքից ոչ մի կերպ չենք կարողանում ճակերտների մեջ գրավորի անցնել։ Համարձակությունն է պակաս։ Կարողությունը, ներքին ստրկամիտ գրաքննիչը, հնի իներցիան, թերևս և մեկը, և մյուսը, և բազմակետ էր։ 10-րդը ճակերտների մեջ տանիքին հասարակություն մընենք, ավելը լվացքը տախտակ սրբելը կսիրենք, բայց մաքրության այդ սերը ընտանեկան հարկեն անդին անցած չէ, հանրային ասպարեզները փոշիով և աղտեղությամբ լեցուն են միշտ։ Այս տողերը մոտ 100 տարի առաջ գրել է Գրիգոր Զոհրաբը։ Զոհրաբի անմահության ապացույցները շատ են, և չէի ուզենա, որ այս փոքրիկ պարբերությունը նույնպես նրա արդիական հնչեղության ապացույցներից մեկը դառնար։ Շատ ենք խոսում կաշառակերության մասին, որ քաղցկեղի պես մետաստազները տարածել է մեր հանրապետությունում։ Կաշառքը և անաշխատ եկամուտները մտել են մեր կյանքի համարյա բոլոր ասպարեզները, և մենք արդեն խեղդվում ենք նրանց ճիրաններում։ Նույնիսկ սովորել, վարժվել ենք այս վիճակին։ Եթե առաջ կաշառակերը կամ անազնիվ միջոցներով ապրող մարդը ամոթից ծակուցուկ էր մտնում և աշխատում աչքից հեռու մնալ, ապա այսօր ճակատը բաց քայլում է մեր կողքին, հաճախ նույնիսկ ղեկավար պաշտոններ վարում, ամբիոններից ճառում կաշառքի աղետաբերության մասին։ Այս ցինիզմն է սարսափելի։ Սարսափելի է նաև մեր հանդուրժողությունը, որ նույնպես ցինիզմի տարատեսակ է։ Բայց մենք, ինչպես ասում են, լավ թե վատ, ապրել ենք մեր կյանքը, գլուխը քարը սա էր վիճակված մեր սերնդին, և անհասկանալի համբերությամբ տանում ենք մեր խաչը։ Իսկ վաղվա սերունդը, այն պատանիները, որ որքան էլ վատ սովորեն, համենայն դեպս տարրական թվաբանություն գիտեն, թե որքան են վաստակում ծնողները և այդ վաստակի համեմատ ինչպես են ապրում իրենք։ Այստեղ թվաբանությունն էլ ավելորդ է։ Աչքաչափով էլ կարելի է ամեն ինչ հասկանալ, և ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ վտանգի տակ են մեր երեխաները։ Մի կողմից էկոլոգիական վտանգը, մյուս կողմից՝ բարոյական։ Մի քանի տարում կաշառքը և գողությունը
փակագծերում ճակերտներում անաշխատ եկամուտ բուտ ինչ նրբաշարքը և գողությունը ինչ նրբակիրթ ձևակերպում փակագիծը փակվում է ավերեցին ու քայքայեցին մեզ բայց ապա մտածենք թե որքան տարիներ են պետք դրանց հետևանքները բուժելու համար ճակերտների մեջ լիտերատուրնայա գազետայի էքսպերտները նույնպես ճակերտների մեջ շաբաթվա փակագծերում 30.11 գիծ սենց երկար 6.12 փակագիծը փակվում է 3 լավագույն հեռուստատեսային հաղորդումներից մեկը համարեցին ճակերտների մեջ մարդը և օրենքը ուր մերկացվում էին միլիցիայի մի խումբ պատասխանատու աշխատողների կաշառք վերցնելու համար և որքան հիշում եմ կաշառքի չափը հասնում էր մինչև 10,000-ի պատկերացնում եմ թե մեր հարազատ միլիոնատերներն ինչպիսի քմծիծաղով են դիտել այդ հաղորդումը և հիմա կարդալով այս տողերը ինչպես են ծիծաղում իմ միամտության և դյուրահավատության վրա և իրավունք ունեն եթե ոչ ընդհանրապես ապա գոնե այս պահին ամռանը ես տխրությամբ եմ նայում թե ինչպես անտանելի շոգի և հեղձուկի մեջ բանջարեղենի և մրգի հերթ են կանգնում հազարավոր մարդիկ իսկապես տխուր ստորացուցիչ տեսարան է բայց ինքս էլ չզգացի թե ինչպես օրերից մի օր հետզհետե թաքուն և անորոշ մի ուրախություն համակեց ինձ որովհետև մտածեցի թե ուրեմն կան մարդիկ և շատ մարդիկ որոնց շահույթը չի ներում շուկայի առասպելական թանկությանը դիմանալ և նրանք ստիպված խանութի հույսին են մնում ես ներողություն եմ խնդրում իմ ազնիվ համաքաղաքացիներից որովհետև ի տես նրանց կրած տանջանքների հրմշտոցի ծովհամբերության որոշ հաստավից ու գրպաններ նուրցրած վաճառողներից լսած անպատկառ խոսքերի ես այնուամենայնիվ չեմ կարող զսպել մեղավոր ուրախությունս և չասել որ նրանք մխիթարում են ինձ մխիթարում են նրանց արդար վաստակը կարծում եմ ինձ ճիշտ կհասկանան իհարկե խնդիրը շուկա գնալով կամ չգնալով մարդու ազնվությունը չափելու մասին չէ ինձ մխիթարում է մի առօրյա դիտարկումից ծնված իմ միամիտ հայտնագործությունը մեր ժողովրդի առողջ կորիզի գոյության փաստը որը ինչքան էլ կենցաղի հոգեմար տաղտուկի մեջ խրված լինենք երբեք իրավունք չունենք մոռանալու բարձրաձայն ասենք գուցե բարձրաձայնը քիչ է պարզապես ճչանք որ մեր իրավապահ մարմինները երբեք այնքան վարկաբեկված չեն եղել ինչպես վերջին 2 տասնամյակում ամեն ինչ կարելի է հանդուրժել ատամները սեղմել և համբերել բայց երբ օրենքը ոտնակոխ են անում հենց օրենքի մարդիկ դա արդեն մեղմ շատ մեղմ ասած թևաթափ է անում մարդուն
զրկում ապահովության զգացումից։ Հավատի կորուստը արդարադատության նկատմամբ բարոյալքման ու բարոյազրկության ամենավտանգավոր ախտանիշն է։ Ուշադիր լսեք ինչ ա գրել ձեր հայրենակիցը, սա այն է, ինչ որ ես ձեզի 20 տարի փորձում եմ բացատրել։ Սա գրել է այս մարդը 90 թվին, հայր։ Ես հասկանում եմ, որ այս ամոթալի երևույթները որոշակի պատճառներ ունեն, եւ անազնվություն կլիներ շրջանցել դրանք ու միայն փաստերն արձանագրել։ Հասկանում եմ, որ մեր աշխատավարձները առայժմ շատ ցածր են, բայց սրանով հանդերձ պատճառների չափը եւ հետևանքների չափը անհամեմատելի են։ Բացի այդ, այս բացատրությունը բնավ չի նշանակում հետևանքների արդարացում։ Եթե այդպես լիներ, պատմության շատ ու շատ էջեր արդարացում կունենային։ Իմ պնդումը ոչ մի կապ չունի մաքսիմալիզմի հետ, այլ բխում է հին դարուց մշակված մարդկային համակեցության կոդեքսից։ Եվս ցավալի մի երևույթի՝ արտագաղթի մասին, ճշմարտությունը պահանջում է լիաբերան ասել, որ թեև հայրենադարձությունը իր վերջնական արդյունքում կարևոր պատմական իրադարձություն էր մեր ժողովրդի համախմբման առումով, բայց տեղի ունեցավ անժամանակ պատերազմից անմիջապես հետո, երբ երկիրը դեռ չէր հասցրել շունչ քաշել և բուժել իր վերքերը։ Այդ պատճառով էլ հայրենադարձությունը ապրեց հիվանդագին ճղաձգումներ։ Այս խոստովանությունը պետք է բարձրաձայն ասել, որ կարողանանք արտագաղթի ցավալի ու ոչ միանշանակ երևույթի մասին ևս ազնվաբար խոսել։ Թվում է, թե մեր կյանքի դեմոկրատացումը պետք է նպաստեր արտագաղթի նվազմանը։ Իսկ ինչու չնվազեց, ընդհակառակը ավելացավ։ Որովհետև առայժմ մենք օգտվում ենք դեմոկրատիայի այն անցքերից, որ տեղական իշխանության տնօրինությունից դուրս են։ Իսկ եթե դեմոկրատիան և վերակառուցումը մեր հանրապետությունում իրականություն դարձած լինեին, և մարդիկ տեսնեին ու հավատային այդ նոր իրողությանը, ապա տրամաբանությունը թելադրում է մտածել, որ արտագաղթը պետք է գոնե նվազեր։ Չեմ թաքցնում, մեզանում կան որոշ մարդիկ, նույնիսկ ղեկավարներ, որ ձեռքն անտարբեր թափ են տալիս, այսինքն գնում են, թող գնան, մի քանի հազար մարդու լինել-չլինելու ժողովուրդը չի տուժի։ Ինչպես թե չի տուժի։ Ով, բայց հայ մարդը, որ պատմության բարեպատեհ պայմանների շնորհիվ վերջապես իր տանը նույն հարկի տակ ապրելու երջանիկ հնարավորություն է ստացել, բարոյական ոչ մի իրավունք չունի այդպես մտածելու։ Մենք պարտավոր ենք արտագաղթով լրջորեն զբաղվել և զբաղվել ոչ թե ընդհանրապես, այլ յուրաքանչյուր ընտանիքի բախտով, առանձին։ Հրապարակախոսության և դեմոկրատիայի կենարար մթնոլորտը թելադրեց շատ բան վերանայել նաև արվեստի ու գրականության մեջ, որտեղ մենք մեր դիրքերը վաղուց ենք զիջել և համամիությանական մրցության մեջ, ցավոք, այլևս նախկին համբավը չունենք։ Շատ է, գրականությունն ու արվեստը ստեղծում են անհատները, բայց և այնպես չկա այն մթնոլորտը, այն շահագրգռությունը,
Եթե կուզեք նույնիսկ կազմակերպական ջանքերը, որոնք նպաստեին նոր անհատականությունների ծննդին։ Էս էլ էլի միած ինձ էլ ա վերաբերվում իմ պահով։ Մարդուն պիտի պայմաններ ստեղծես, որ իրանից այդ քո ուզածը դուրս գա։ Վերջապես դարակներից հանվեցին տարիներ շարունակ արգելված գործեր, տպագրվեցին ավանդաբար փակի տակ մնացած գրողների ստեղծագործություններ, իսկ մեր դարակներից ինչ դուրս եկավ։ Գուցե համոտ մեզ, համոտ ա գրված, համոտ մեզ, դատարկ էին այդ դարակները, լավ, իսկ ավանդաբար արգելված գրողները, ով է մեզ արգելում տպագրելու կամ բեմադրելու նրանց։ Դարձյալ մեր շակերտների մեջ սկզբունքայնությունը, պապից ավելի պապական լինելու մեր հին հիվանդությունը, քաղաքացիականությունը, մեր մոտ տենց բան ա եղել մի վարքյան, մեր մոտ ինչ նայում ես մեծ ա, դու մեծին սկի չես կարա բան ասես, ու մնաց որ դու փորձես քո պապից ավելի պապական լինես։ Քաղաքացիականությունը, որը երեկ ընդամենը լոզունգ էր և խրախուսվում էր միայն խոսքով, այսօր արդեն կարծես բոլոր հնարավորություններն ունի գործի վերածվելու։ Մեր հասարակության մեջ տարածված անառողջ երևույթները պետք է շակերտների մեջ բուժեն ոչ միայն իրավասու մարմինները, այլև մասնավորապես գրողները։ Դա ի սկզբանե եղել է գրականության սուրբ պարտականությունը։ Հայ ընթերցողի համար ով է մեր դասական գրականության ամենահայրենասեր գրողներից մեկը։ Գուցե Ռաֆին։ Եթե այդպես է, ապա բարի լինենք Ռաֆու հայրենասիրությունը դիտել ոչ թե միայն կողմանիորեն, այլ իր ամբողջության մեջ։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էին տալիս չտպել այդ վեպը, գրում է Ռաֆին, նկատի ունենալով Խաչագողի հիշատակարանը։ Բայց դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ իր վերքերը, որոնք օրըստօրե փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը։ Այսպիսի առողջ դիրքորոշում ունեին համարյա բոլոր մեծերը։ Ես չեմ պատկերացնում, չեմ հասկանում այն հրապարակայնությունը, որ տարեթվերով է սահմանափակվում, այսինքն գծիկ ունի այսինչ թվականից մինչև այնինչ թվական։ Հրապարակայնությունը չի կարող լիարժեք լինել և հավատ ներշնչել, եթե տարածվում է միայն այս պահի վրա և չի վերաբերում մոտիկ ու հեռավոր պատմությանը։ Իսկ որ մեր պատմության մեջ մնացել են սպիտակ էջեր, վերանայելու, նորից շակերտների մեջ գրելու շատ գլուխներ, արգելված կամ ոչ ցանկալի տարեթվեր ու փաստեր, շակերտներ փակագծերում անհեթեթ է հնչում, չէ՞։ Հայտնի է շատ վաղուց։ Ես չգիտեմ, իմ այս խոսքը, որ համամիությանական մամուլում տպագրվող հոդվածների կողքին թոթովանք է սոսկ, նույնությամբ կտպագրվի՞ արդյոք։ Եթե ընթերցողը այս տողերը կարդա, ուրեմն թող հենց սա էլ լինի իմ ու նրա նշանաբանը, որ ոչ մի խմբագրական մկրատ չի գործել ու
տա Աստված, այլևս երբեք չի գործելու։ Ուրեմն դեռ հույս կա, որ հրապարակայնության, դեմոկրատիայի ու վերակառուցման թարմ հոսանքը վերջապես մեզ համար ևս կդառնա օրգանական ապրելակերպ ու մտածելակերպ, որովհետև ուշանալ ու հապաղել այլևս չի կարելի։ Կարիք կա ասելով, որ այս սպասումը բխում է հայրենիքի ու ժողովրդի հանդեպ ունեցած որդիական սիրուց և վաղվա օրվան վստահ նայելու բուռն ցանկությունից։ 1987 թվական դեկտեմբեր։ Կարելի է ևս ինչ-որ մաս կարդալ և ասենք բավարարվել այսքանով։ Գտնում եմ, որ կարելի է մենք քանի ինչ կարդացինք, բավական է։ Մենք հասել ենք 10-րդ էջ, կանգ ենք առնելու 18-րդ էջում։ Գնաց։ Շարունակում ենք։ Հետո ինչ։ Չի կարելի։ Հիշողությունը բարոյական կատեգորիա է։ Հիշողությունից փախչելու փորձերը, հիշողության այսօրվա ժամանակավոր շահերից թելադրված վերաձևումները, չակերտներում խմբագրումները անբարոյական։ Բայց արի ուտես, որ մարդկության հավաքական հիշողությունը, պատմությունը և մանավանդ ոչ թե հին, այլ նորագույն պատմությունը հաճախ չակերտներում աչքաչափով է գրվում և առանց ամոթի, առանց խղճի խայթի աղավաղում նույնիսկ այն, ինչ ինքդ ես տեսնում քո տան պատուհանից։ Ճիշտ է, երանի թե միայն պատուհանից լիներ։ Մի՞թե բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների իմաստուն հայրը առանց ցերեմոնիայի չմտավ բոլորի տները համատարած սարսափ սփռելով իր ամեն մի ծանր ոտնաքայլի հետ, իսկ մենք, այն ժամանակվա կիսաքաղց երեխաներս, մանկական զիլ ձայնով երգում էինք. «Սոսոն մեծացավ, Ստալին դարձավ, փրկություն բերեց ամբողջ աշխարհին»։ Նույնիսկ մանկան անմեղ հոգին ակամա մասնակից էր դառնում պատմության զեղծմանը, բռնակալը պատանդ էր վերցնում անգամ իր մերձավորագույն գործընկերների, կանանց ու մոտիկ բարեկամներին և բանտարկում նրանց, իսկ նրանք՝ մերձավորագույնները, ստրկամտորեն լռում էին։ Այսպես մեծացավ Սոսոն և այսպես դարձավ Ստալին։ Ինձ ապշեցնում է այն փաստը, որ այսօր էլ կան թունդ ստալինականներ, որոնք իրենց նվիրվածությունը հոր և ուսուցչի հանդեպ պատճառաբանում են նրանով, որ այն ժամանակ գոնե կարգուկանոն կար, պարբերաբար ապրանքների գները իջնում էին, այո, իջնում էին, բայց և այնպես չհասան մարդու գնին, չհասան, որովհետև, ինչպես բանաստեղծն է ասում, մարդու գինը ամենաէժանն էր։ Հիշո՞ւմ եք. չկա մարդուց ավելի թանկ կապիտալ։ Ցիտիրую. Բռնակալի մերօրյա պաշտպանների հետ վիճելու որևէ ցանկություն չունեմ, որովհետև դա կլիներ անօգուտ վեճ խուլ ու համրերի հետ։ Միայն ուզում եմ զուտ մարդկային մի հարց տալ նրանց. իսկ եթե 37-ին կամ 49-ին աքսորներում կամ բանտերում զոհված լիներ ձեր հայրը կամ մայրը, ձեր ամուսինը կամ որդին, եթե զոհվել են, ուրեմն ձեր սերը անբարոյական է,
Եթե չեն զոհվել և զուլումը անձնապես չի կպել ձեր մաշկին, ուրեմն ձեր սերը դարձյալ անբարոյական է։ Հզոր է, բայց միայն ճահիճը կարող էր ֆանտաստիկ սյուժեներ ստեղծել, ինչպես օրինակ Ուզբեկստանի երկրորդ դեմքի խորհրդանշության Women դիրեկտորի ստորգետնյա սեփական հսկաբանտը, ուր անհետ կորչում էին ճորտատիրոջ աչքին անհաճո մարդիկ։ Տեսնում եք, մարդը դարձյալ մնում էր ամենաթանկ կապիտալը, և մի՞թե իրոք ֆանտաստիկ չէ, երբ կողք կողքի են դրվում ճակերտներում հանրապետության երկրորդ դեմքը և ճակերտներում woman բառերը։ Պետք է ասեմ, որ այնտեղ էլի կային ճակերտներում բաներ, կամ ասենք, դե որ չեմ ասի, կամ ասենք փակագծերում էլ ոնց որ չեմ ասեն էլի։ Եվ մի՞թե իրոք ֆանտաստիկ չէ, երբ կողք կողքի են դրվում հանրապետության երկրորդ դեմքը և woman բառերը, բազմակետ է։ Լճացման ու կանգառի տարիները հսկայական ավերներ հասցրին ոչ միայն տնտեսությանը, այլև հասարակության բարոյականությանը։ Իսկ բարոյականությունը շատ ավելի դժվար, շատ ավելի ուշ է վերականգնվում, քան նույնիսկ ամենաքայքայված տնտեսությունը։ Վերակառուցման, հրապարակայնության և դեմոկրատիայի նոր ու կենարար մթնոլորտը հավատ է ներշնչում ոչ թե ականջ ծակող ծնծղաներով ու շեփորներով, այլ իր համեստ ու ճշմարիտ կարգախոսով։ Սովորում ենք դեմոկրատիա։ Այն դեպքում, երբ մենք տասնամյակներ շարունակ մեզ համարում էինք աշխարհի ամենադեմոկրատական երկիրը, և հանկարծ սովորում ենք դեմոկրատիա։ Բայց չէ՞ որ հենց այս շիտակությունն ու համարձակությունն են մեզ իրավունք տալիս հեղափոխություն կոչելու մեր կյանքի վերանորոգման այսօրվա ընթացքը, որն, ինչպես ամեն մի սկիզբ, դեռ թույլ է կանգնած ոտքերի վրա, հեշտ է ճկվում քամիներից և ունի բազմաթիվ հակառակորդներ, որոնք ամեն ինչ անում են, որ այդ սկիզբը հնարավորին չափ երկար ձգվի կամ հենց ինքը լինի իր ավարտը։ Ամեն մարդ պետք է սկսի իրենից։ Սա է այսօրվա կարգախոսը։ Բայց մի մեծ բայց կա այստեղ։ Բայց պայմաններ են պետք, հասարակական պայմաններ ու երաշխիք, որ անհատը կարողանա լիարժեք դրսևորել իրեն, դադարի պտուտակ լինելուց, ոչ թե թղթի վրա գրված, այլ իրական հնարավորություններ ունենա վերակառուցումը սկսելու իրենից և դրա համար չզղջա մի օր։ Ինձ խորապես մտահոգում է, որ այսօր ևս մենք հաճախ սայթաքում ենք, նահանջում առաջին իսկ դժվարության դեպքում, նեղն ընկնելիս դիմում հին ու վարքաբեկված բառապաշարի, խոսում դեմոկրատիայի անունից և գործում հակադեմոկրատական փտած մեթոդներով, մի երևույթ, որ մեր ժամանակակից ռուս գրողը կոչեց սաբոտաժ։ Սաբոտաժ հրապարակայնությանն ու դեմոկրատիային, սաբոտաժ ճշմարտության հանդեպ։ Միայն մի միջոց կա, որ ունի
խորտակիչ ուժ, լիակատար հրապարակայնությունը, ասում է Էնգելսը և ավելացնում. Անձամբ ես կարծում եմ, որ հսկայական արիություն է պետք բոլորիս, որպեսզի այդ նախադասությունը չմնա սոսկ որպես նախադասություն։ Դեմոկրատիայի և հրապարակայնության հաղթանակը մեր երկրի բոլոր ժողովուրդներին է պետք, բոլորին անխտիր։ Բայց ես եսասիրաբար ուզում եմ ընդգծել, հատկապես հայ ժողովրդին, փորձեմ բացատրել իմ ճակերտներում, եսասիրության հիմքերը և իմ միակ արդարացումը կլինի այն, որ այս առանձնացումը բխում է ոչ թե սնապարծությունից, այլ, ընդհակառակը, մեր մոտիկ անցյալի ամենամռայլ ողբերգությունից, որի մասին աշխատում էինք հնարավորին չափ քիչ խոսել, մանավանդ ապրիլ ամսին, որովհետև մեզ հավատացնում էին, թե բազմակետ էր, բայց ես ավելի շատ հավատում եմ Պուշկինին, որն անցյալի մոռացումը համարում է վայրենություն, ստորություն և տգիտություն։ Ուրեմն, եկեք հիշենք, մեղքի տակ չընկնելու և այս սպանիչ ածականներից հեռու մնալու համար։ Ու նախ և առաջ հիշենք, թե ինչպես են ոտնահարել հիշողությունը։ 1922 թվականի դեկտեմբերի 12-ին Լոզանի կոնֆերանսում թուրքական պատվիրակության նախագահ, արտաքին գործերի կոմիսար Իսմետ Փաշան ի լուր աշխարհի հայտարարեց. «Թուրքերը երբեք չեն արհամարհել ոչ մի մահմեդական տարրերի իրավունքները, քանի դեռ վերջինները չեն չարաշահել այն երկրի մեծահոգությունը, որտեղ նրանք ազատ ու անկաշկանդ ապրել են դարերով»։ 1915 թվականի մեծ եղեռնի մեղքը մեծահոգության մասին շաղակրատող Փաշան անամոթաբար բարդեց Ռուսաստանի վրա, որն իբր իր դավանանքիցներին դրդում էր թուրքերի դեմ, և ապա տրամաբանության մի փայլուն հրավառություն, որի ցոլքերը դժբախտաբար դեռ չեն մարել մինչև այսօր։ Ինչի՞ դժբախտաբար, ինչու՞, տրամաբանությունը վատ բան է։ Ինչպես Մարսելում բնակություն հաստատած հույները չեն կարող բանականորեն երազել այնտեղ անկախ հունական պետություն ստեղծելու կամ այդ նավահանգիստն իրենց հայրենիքին միացնելու մասին, նույնպես և հայերը չեն կարող թուրքերին նման պահանջներ ներկայացնելու իրավունք ունենալ։ Պարզվում է, որ Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդը էն գլխից մարսելցի է եղել և ըստ բանականության թուրքական տարբերակի մի մեծաթիվ ազգաբնակչության վտարումը երկրից պետք է մեկընդմիշտ վերջ դնի իր տանը վերականգնվելու նրա պահանջին։ Սա սենց թուրքերը ուղիղ ասել են, թե ոնց։ Ես գիշեր չեմ քնել, գիտեք հիմա իմ ուղեղը սենց լավ աշխատում է։ Այս մտային մարզանքների ամբողջ ճիզվիտությունը պարզ է. ժողովրդին տեղահանել, կոտորել և այդպիսով նրան մեկընդմիշտ զրկել հողային պահանջից։ Իսկ հիշողությունից ինչպես զրկես։ Նաև պայքարից։ Իսկ ինչու են հայերը վտարվել երկրից, որ մեղքի համար և ինչու այլևս տուն չեն կարող վերադառնալ։ Որովհետև, ինչպես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է պնդում,
լայն մասշտաբով կոտորածներ են կատարվել հայերի կողմից։ Մի կողմ դնենք այսօր ստի դեմ ծառացող հազարավոր փաստերն ու վկայությունները, որոնց թվում և իր այդ նույն Մուստաֆա Քեմալի տրամագծորեն հակառակ վկայությունը, մեր արյունակիցները կատարեցին անասելի ոճիրներ, բազմակետեր, նրանք հայերին դնում էին այնպիսի վիճակի մեջ, որ մինչ այդ ոչ մի ժողովուրդ չի տեսել պատմության մեջ։ Մի կողմ դնենք նաև մեր պապերի ու հայրերի դեռևս տաք, դեռևս զարկերակող կենսագրությունը և ուշադրություն դարձնենք մի ճակերտների մեջ մանրունքի վրա։ Երկրի փոքրամասնությունը կոտորել է մեծամասնությանը։ Սենց ուրեմն բառացի Քեմալը սենց բառացի ասել է, հա, որ կներեք, որ սենց եմ ասում, թքած մենք ու մեր պապերը ինչեր ենք արել այդ ժողովրդի հանդեպ ու այն օրն ենք դրել, որ ոչ մի ժողովուրդ այդ վիճակում չի եղել երբեք պատմության մեջ ու ուշադրություն դարձնենք մի մանրունքի վրա ու ինքն էլ պրիզնատ է գալիս, ճանաչում է, որ դա մանրունք է, որ երկրի մեծ փոքրամասնությունը կոտորել է մեծամասնությանը։ Երկրի փոքրամասնությունը կոտորել է մեծամասնությանը, վերջ։ Այ քեզ տրամաբանություն։ Եվ դա էլ սուտ է։ Նորություն։ Ես չգիտեմ, բարձրագույն, ամենաբարձրագույն մաթեմատիկան կարող է ապացուցել, որ 10 փոքր է 3-ից, բայց որ պատմությունը կարող է, կասկած չկա։ Մինչև այսօր էլ շարունակվում է պատմության կեղծումը, որովհետև ժամանակին ոչ ոք չի հարցրել Նեյլ Փաշայի կողմից իր նորակառույց դղյակի պատերի մեջ ողջ թաղված հայ մանուկներին 10-ն է մեծ, թե 3-ը։ Հավատացած եմ, նրանք ճշգրիտ պատասխան կտային, բազմակետեր։ Նույնիսկ իրենց կարճատև ու ողբեգրական կյանքի ամենավերջին պահին, բազմակետեր։ Մութեսարիֆ Մեհմեդ Բեյը իրավունք ուներ արհամարհելու հիգիենայից գաղափար չունեցող իր հայրենակիցներին, որոնք վարակի բույն էին ստեղծել, երզնկայի ամբողջ տարածքը լցնելով դիակներով, իսկ ինքը, ի տարբերություն այդ տգետների, հրամայել էր հսկայական մի փոս փորել և ողջ թաղել 450 հայ մանուկների, նրանց էլ հարց տվող չի եղել. 10-ն է մեծ, թե 3-ը։ Մեջլիսի դեպուտատ Ալեդբեյը ավտոմեքենայով Քեմախից վերադառնալիս ճանապարհին տեսել է աղիողորմ լացող հարյուրավոր որբացած հայ երեխաների, խղճացել է նրանց, սիրտը չի դիմացել այդ ցնցող տեսարանին, հրամայել է բոլորին գետը նետել և խեղդաման հանել։ Ապա ժողովրդի ընտրյալի պարտականությունները կատարած, խիղճը հանգիստ շարունակել է. Ես չգիտես, կամ էլ գուցե ինչ-որ բան իմացել եմ, մոռացել եմ։ Ասենք ես հիմա ասենց մտածում եմ, ես կարդացածից բան բաց չեմ թողել, ասենք։ Ապա ժողովրդի ընտրյալի պարտականությունները կատարած, խիղճը հանգիստ շարունակել է ճանապարհը։ Այդ երեխաներն էլ գիտեին,
10 և 3 թվերի տարբերության գաղտնիքը, և այդ գաղտնիքը շատ երկար ժամանակով տարան իրենց հետ, և օգտվելով այդ երջանիկ պատեհությունից, ամերիկյան ծովակալ Քոլբի Չեսթերը կարող էր արդեն անպատկառորեն ստել աշխարհին և պնդել, որ տերզոր տեղահանվածները վերադարձան ողջ և առողջ, գիրացած ու բարգավաճ վիճակով, և դարձյալ, քանի որ հարցը անպատասխան մնաց, Իսմեթ Փաշան Լոզանի կոնֆերանսի ռազմատերիտորիալ հանձնաժողովի 15-րդ նիստում կարող էր առանց ամոթի ու առանց խղճի-խայթի ասել. «Թուրքի ձեռքերը, որոնք զբաղված են աշխատանքով, օտարերկրյա ներխուժումից ավերված ու քայքայված իրենց սեփական երկրում, ամենամաքուր ձեռքերն են: Նրանք երբեք բռնություն չեն գործադրել և չեն ավերել, երբեք չեն ներխուժել ուրիշի երկիր և չեն վախենում ամեն տեսակ այլ ձեռքերի հետ համեմատվելուց: Ոչ մի ազնիվ մարդ, կարդալով այս տողերը, չի կարող չսոսկալ այդ անվախությունից»: Դա անվախություն չէ, էդ Փաշա-Մաշա, ես նույնիսկ անունը չեմ էլ մտապահում, Իսմեթ, էդի գիտեք ինչ ա, դա ցինիզմ ա, դա ոնց ասեմ, անվանեմ նագլիություն, դա ստորություն, դա որ ինքը ստում ա ու ինքը վստահ ա, որ այդ սուտը առաջ կտանի ու իր հետևը թուրքական ժողովուրդն ա բան, մուսուլմանները ու մուսուլմանական աշխարհ, սենց բաներ կա, իրանք նախ ոնց ասեմ, իրանք վստահ են ու սենց ասեմ հույս ունեն, որ այդ սուտը առաջ կտանեն, և երկրորդ իրանք սրա վրա են հենվում, նրա վրա: Այս անբնական ու հակամարդկային անվախությունն է պատճառը, որ մինչև այսօր էլ չկա շատ ու շատ հասարակ և պարզագույն հարցերի պատասխանը, և խորհրդային պատմաբանը մի այլ առիթով զայրանում է մեզ հետ միասին: Նույնիսկ երբ իմ բազմաթիվ գործընկերները վկայակոչում են իրական պատմական փաստերն ու փաստաթղթերը, համապատասխան ինստիտուտի քեռիները մռայլ ասում էին. «Հետո ինչ, չի կարելի»: Ես այս պահին աշխատում եմ հաղթահարել ինչու միայն իմ խրոնիկ համրությունը, և քանի որ դա այնքան էլ հեշտ չէ, դեռ վարժված չենք ոչ ես, ոչ դու, ստիպված հենակներ եմ փնտրում, անվերջ մեջբերումներ անում, զրահապատվում, որովհետև այսօր էլ կան մարդիկ, և ինչպե՞ս կարող են չլինել, հո բոլորը կախարդական փայտիկի հրամանով չվերակառուցվեցի՞ն միանգամից: Կան մռայլ քեռիներ, որոնք ինչ էլ ասես, մեկ ժանգոտված պատասխան ունեն միայն. «Հետո ինչ, չի կարելի»: Վերջերս «Պրավդա»-ում տպագրվեց առաջնորդող հոդված ժուռնալիստի պատասխանատվությունը, հավատարմությունը կյանքի ճշմարտությանը նրա մասնագիտական պարտքն է վերնագրով: Առաջնորդողում, կարծում եմ, ոչ թե վերացական, այլ կոնկրետ հասցեներ նկատի ունենալով, գրված է. «Հրապարակումները նախապատրաստելիս ցուցաբերված անփութությունը, անբարեխիղճությունը հարված են հասցնում հրապարակայնությանն ու վերակառուցմանը:
կուսակցական և ժուռնալիստական կազմակերպությունները չպետք է անուշադրության մատնեն որոշ հեղինակների կողմից թույլ տրված ճշմարտության խեղաթյուրման, անազնվության ու անմաքրության դեպքերը։ Հենց այդպիսի հեղինակներն էին, որ սիստեմատիկորեն սխալ տեղեկություններ ու մեկնաբանություններ էին տալիս ղարաբաղյան դեպքերի առթիվ, խեղաթյուրում ճշմարտությունը, դեմոկրատիային հավատացած և նրան ապավինած 100 հազարավոր կարգապահ ցուցարարներին էքստրեմիստի պիտակ կպցնելով և ոտնահարելով ժողովրդի արժանապատվությունը։ Հիշենք, անպայման հիշենք, որ դա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ ՄՍ Գորբաչովը Հարավսլավիայում այլ գնահատական տվեց այդ խաղաղ ցույցերին, տրամագծորեն հակառակ գնահատական։ Բայց որքան էլ ջուր պղտորեն Պրավդայի առաջնորդողում անազնիվ ու անմաքուր որակված մի քանի լրագրողները, ես հավատում էի, ես վստահ էի, որ Տոլստոյ, Դոստոևսկի և Չեխով ծնած ռուս մեծ գրականության այսօրվա զավակները չեն կարող իրենց ազնիվ և մաքուր ձայնը չբարձրացնել հանուն արդարության։ ԽՄԿԿ Կենտկոմի «Սովետսկայա կուլտուրա» թերթում ավելի շատ դեմոկրատիա, ավելի շատ սոցիալիզմ մշտական խորագրի տակ տպագրվեց ականավոր դրամատուրգ Ալեքսանդր Գելմանի զեկուցումը ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության դռնբաց կուսակցական ժողովում, որը լիովին հավանություն է տվել զեկուցմանը և միաձայն որոշել է այն ուղարկել ԽՄԿԿ Կենտկոմ, որպես պատվիրան 19-րդ կուսկոնֆերանսին։ Զեկուցումից մեջբերում ենք մի հատված, արդեն հանուն մեր վաղվա հիշողության. «Այնտեղ արյուն թափվեց. Սումգայիթում, Պ.Ջ. Դժբախտաբար, մամուլում չհնչեցին ցավակցության խոսքեր անմեղ զոհերի հիշատակին։ Ի հայտ եկավ մեր լրատվական մարմինների անպատրաստությունը մարդկայնորեն ու ազնվաբար լուսաբանելու դրամատիկ իրադարձությունները։ Տպագրված նյութերում խոսքի որոշ դարձվածքներ մոսկվացիների զայրույթն առաջացրին, էլ ուր մնաց Երևանի ու Սումգայիթի ընթերցողների։ Ես հիմա ոնց որ բժշկած լինեմ, հասկանում եք, չէ՞։ Գուցե հիմա էլ ասեն, հետո ինչ, չի կարելի։ Իսկ եթե հակառակը գրված լիներ, այդ դեպքում կարելի էր, նույնիսկ պարտադիր էր։ Ինչ իրավունք ունեն հարցասերները, հետո ինչ, չի կարելի, մոռանալու ԽՄԿԿ Կենտկոմի փետրվարյան պլենումը, որտեղ խիստ քննադատվում էին հրապարակայնությունն ու դեմոկրատիան հարմար շրջանակների մեջ դնելու, մամուլի սանձերը ձեռքի մեջ հավաքելու ամեն տեսակի փորձերը։ Մոսկվայի և տեղական ժամանակներն ընդամենը մեկ ժամ տարբերություն ունեն, միայն մեկ ժամ, իսկ մոսկովյան և տեղական այս մտայնությունները գուցե գոյություն ունեն մայրաքաղաքային և տեղական հրապարակայնություն ու դեմոկրատիա։ Բոլոր նրանց, ովքեր այդպես են մտածում և գործում, այս տարվա ընթացքում համաժողովրդական քննարկման կդրվի հրապարակայնության
օրենքի նախագիծը։ Լսում եք, օրենքի հրապարակայնությունը այսպիսով կախված կլինի ոչ թե այս կամ այն պաշտոնյայի ճաշակից, համարձակությունից ու կամքից, այլ կունենա օրենքի ուժ, այնպես որ իզուր գրիչ մի շարժեք իմ այս տողերի վրա, որովհետև ուզենք թե չուզենք, այսուհետև պարտավոր ենք դեմոկրատաբար ապրել և գործել, թող այդ բարձր նպատակը վարկաբեկող ինչ-ինչ փաստերը չշփոթեցնեն, հուսախաբ չանեն մեզ և չթևավորեն վերակառուցման ծպտված թշնամիներին, որոնք մի հույս ունեն միայն, օրեր են, կմթնեն, անց կկենան, 1988 թվական, ապրիլ։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք հասանք 18-րդ էջ, որտեղ վերջանում է նախորդ մասը, այսպես ասել մասը, և սկսվում է մի նոր մաս։ Մի վախեցեք ճշմարտությունից, որը ես հետագայում կկարդամ ձեզ համար և նաև ինձ համար։ Շնորհակալություն ուշադրության համար, ևս մեկ անգամ, եթե ես արդեն ասացի, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք բոլորիս, Աստված բոլորիս հետ, բայց այնինչ որ ես կարդացի, արդեն դե փակեմ գիրքը, շատ լավ գիրք է, գեցե Պերճ Զեյթունցյանը, նա շատ ճիշտ է գրել իր գրածների համար, իր մտքերի համար, իր կարծիքի համար անգամ, ես հիացած եմ ձեզնով, դուք դե գիտեք ինչ կա, մեկ գրքով, չնայած մեկ գրքով էլ նույնիսկ այսքանով էլ ինչ որ ես կարդացի, էլի կարա որոշվի, բայց դե ես ուղղակի sense ոնց որ մեկ գիրք, գուցե ինչ որ լսել եմ, այս վերջերս էլ հետաքրքրվել եմ մի քիչ, ինչ որ բաներ եմ իմացել, հեռուստատեսություն, բան, ու ասենք որոշ մաս կարդացի, ասենք ինչ որ տարբեր էջերից ինչ որ բաներ կարդացել եմ, բայց գիտեք ինչ կա, ես գտնում եմ, որ միևնույն է ճիշտ կլինի, որ ես անվանեմ իրեն մեծ մարդ, չգիտեմ, մեծատառով, որովհետև նա այնպիսի բաներ է գրել, որ ես հիացած եմ, իսկ ինչ վերաբերվում է ինձ համար շատ ցավոտ է նույնիսկ նշել դա, շատ ցավոտ է նշել, սպանված երեխաները, ողջ դղյակի պատերի մեջ թաղված, ես չգիտեմ ինչ ասեմ, իսկ կոնկրետ ներկայիս պահին ես չգիտեմ ինչ ասեմ, որ ես կարողանամ այս YouTube, այս վիդեոն թողնեմ YouTube-ում կամ ընդհանրապես ներբեռնեմ YouTube, ես մեկ հարց ունեմ, թուրքերից,
Այս վիդեոն հայերեն է եւ ես իմ երբ կթարգմանվի իրենց համար կամ չգիտեմ անգլերեն ես հարցից հետո էլ իմ բան ունեի ասելու ուզում եի ասեի բայց լավ դա վերաբերում էր նրան դե որ Քեմալը թե ով մի խոսքով թուրքերը ասել են որ երկրի փոքրամասնությունը կոտորել է մեծամասնությանը գիտեք ինչ կա αλλά ես դա հետագայում երբ որ ինձ կհարցնեն սենց այդ հարցը ստամ չմնա էլի սենց անհայտ ու գնամ առաջ ես էլ ասեցի որ չմնա անհայտ ով է սրա համար պատասխան տալու անձամբ ես կարող եմ պատասխան պահանջել թուրքացկից եւ եթե պատասխանը ինձ չբավարարեց ես կանցնեմ գործողությունների ես որպես մարդ որպես անհատ չեմ ճանաչում Թուրքիա կոչեցյալի տարածքային ամբողջականությունը եւ ես Հայաստանի Հանրապետության սահմանները որպես մինիմում ճանաչում եմ առաջին Հայաստանի Հանրապետության հիմնական ու սենց մաքսիմալ սահմանները ես դա եմ ճանաչում աշխարհի կողմից ճանաչված Հայաստանի առաջին Հանրապետության սահմանները ոչ թե ուղղակի Հայաստանի առաջին Հանրապետության սահմանները այլ աշխարհի կողմից ճանաչված ասենք այնտեղ եղել է արևմտյան Հայաստանը ոնց որ միացել է հա բայց դա աշխարհը չի ճանաչել ես որպես մինիմում Հայաստանի առաջին Հանրապետության աշխարհի կողմից ճանաչված սահմաններն եմ ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության օրինական տարածք պետական բայց ես կարծում եմ որ բացի այդ դե ես դա ասացի որ ես որպես մինիմում եմ ճանաչում որպես մաքսիմում ես ահռելի տարածքներ մեծ հայքը եւ մոտ Ուկրաինայի չափ տարածք եմ ես ճանաչում հայքի տարածքները մոտավոր էլի приблизительные границы территории земли հետո 1920 թվականին Ազգերի լիգան եւ ԱՄՆ-ն ճանաչել են Արևմտյան Հայաստանը Ջավախքի որոշ մասեր Արցախը Գարդմանքը կամ Գարդմանը Նախիջևանը հայկական տարածքներ Արևմտյան Հայաստանի որոշ մասեր լավ եկեք այսքանով ավարտին հասցնեմ այս տեսանյութը այս վիդեոն շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ ուշադրության համար ու ներկայության համար բայց ես մեծ ցավ եմ ապրում ես այնպիսի բան կարդացի սա էլ ասեմ գնամ դե սա հետագայում թարգմանվելու է թուրքերեն էլ ռուսերեն էլ անգլերեն էլ հա ռուսերեն էլ այո ասեմ գնամ ասեմ թեթևանամ գնամ թուրքեր հրեշներ են ձեր պապերը հրեշներ